Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տեսեք ապրիլի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից պահանջեցին, որ պատժենք Թուրքիայի դրոշ այրողներին, սա արդյոք միջամտություն չէ մեր ներքին գործերին եւ պատժվելու են այդ դրոշ այրողները եւ երկրորդ հարցս էլից Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մասին է, արդյոք սա անհարգալից վերաբերմունք չէ, երբ հայտարարում են, որ մեծ ողորմածությամբ հիշում են անպաշտպան եւ անմեղ թուրքերին, որոնց անողոք կոտորեցին հայերը 1915 թվականին։ Այս հարցի վերաբերյալ ինչ կասեք եւ այսքանը։ Ես ընդհանրապես սկզբունք ունեմ չմեկնաբանել հայտարարություններ, որոնք անձամբ չեմ կարդացել, ես ձեր ասած հայտարարությունը չեմ կարդացել։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին, մամուլի խոսնակի միջոցով մենք ես եւ Հայաստանի Հանրապետությունը իր դիրքորոշումը արտիրադրության վերաբերյալ արտահայտել է արդեն նոր մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Շնորհակալություն, հաջորդեցնենք։ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկուն սպասում եք Հայաստանում հրավեր ուղարկել եք։ Բոլոր եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահին։ Երկրորդ հարցս Դուք չավարտեցիք ձեր հարցը։ Այն չի պաուզա տրվեց, Դե ավարտեք, նոր կասեք, ավարտել եք, որից պատասխան։ Խաղաղության խորհրդին անդամակցելու համար ֆինանսների նախարարությունն ասել է, որ Հայաստանը որոշակի ֆինանսական պարտավորություններ պետք է ունենա, սակայն գումարի չափ չի նշվում, ինչ գումարի մասին է խոսքը։ Ավարտեցիք ձեր հարցը։ Ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա, կա կամավորություն եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա այդ բանի աղքատ ազգականի կարգավիճակից, որ ինքը բոլոր տեղերը գնում է եւ ենթադրենք այդ վիճակում է, որ ծուռվի զանգյունում կանգնած է եւ մենք պետքա մասնակցում ենք, պետքա նաեւ ներդրումը մեր չափով ունենանք։ Ոչ մի պարտավորություն չունի Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի պարտավորություն։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետքա մասնակցություն ունենանք։ Եվ մենք ունենանք մասնակցություն։ Չեք ավարտել հարցը։ Շնորհակալություն։ Չեք ավարտել հարցը։ Չեք ավարտել հարցը։ Հաջորդ հարցը Սիվիլն է։ Պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ գերիների վերադարձողությամբ հսկայածավալ աշխատանք է կատարվում, երկու հարց ունեմ սկզբից ասեմ։ Քանի որ առաջիկայում Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես է այդ աշխատանքն արտացոլվելու եվրոպացիների գործընկերների հետ, թե այս հարցը պատկերացնում եք բացառապես երկկողմ ձևաչափով Ադրբեջանի հետ, սա առաջին հարցն էր։ Երկրորդը Զվարթնոց օդանավակայանից եւ Ակարակի անցակետից ռուս սահմանապահների հեռացումից հետո արդյոք կառավարությունը ծրագրում է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանների վերահսկողություն ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, կան իրավական մեխանիզմներ, որ հնարավոր է սա իրագործել, իմանալով, որ Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագիր։ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ենք քննարկում, այո, այդ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Եվ մենք այո, երկկողմ ձևաչափով ենք քննարկում եւ այնտեղ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաեւ այդ ձևաչափով քննարկելու։ Ինչ վերաբերվում է Հայաստանի պետական սահմանին, հենց 90-ականների սկզբին ստորագրված եւ ես ցավոք ամսաթիվը եւ տարին թվականին ստորագրված պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի կարողությանը զուգահեռ մենք պետք է մեր սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո վերցնենք սահմանը եւ ուզում եմ ասել, որ մենք ռուս սահմանապահներին նաեւ վճարումներ ենք իրականացնում սահմանը պահելու համար եւ նախկինում էլ եղել է, երբ որ ռուսաստանցի գործընկերները բարձրացրել են այդ գումարները ավելացնելու հարցը, որովհետեւ այդ գումարները չեն բավարարում այդ ծառայությունը մատուցելու համար։ Մենք էլ հաշվարկում ենք, որ այդ գումարները ավելացնելու թեման որ կա, այդ գումարները ծախսելով արդեն
բարձրացվող կամ պոտենցիալ ունեցող գումարները կարող ենք ծախսել մեր սահմանապահ կարողությունները զարգացնելու եւ կամաց-կամաց ինչքան հնարավորություն ունենանք ռուս գործընկերները կտեղավորվեն այն գումարի մեջ, ինչ որ մեզ համար ծանր չի շատ այդ գումարը վճարել, մենք էլ մնացած հատվածների հսկողությունը կվերցնենք։ Դա հենց պայմանագրով նախատեսված է։ Պարոն վարչապետ, օրեր առաջ հեղուկ գազի շուրջ խնդիրներ էին առաջացել եւ մինչ օրս վարորդները մտահոգված են, ճիշտ է, այսօր մրցակցային պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ պարզաբանեց էկոնոմիկայի նախարարությունն էլ, որ կապված է Լարսի հետ, բերվում է Ռուսաստանից եւ Իրանից, այլ ընտրանքային մատակարարման ուղի ներգործընկերներ այս մասով կառավարությունը դիտարկում է։ Նաև տարվա սկզբին կառավարության նիստին նույն թեման երբ քննարկում եք, դուք նշեցիք, որ դեկտեմբերին գործընթացի ուղղությամբ փորձեք կարգավորումներ իրականացնել։ Նաև ջերմուկի արտահանման մասով Ռուսաստանում խնդիրներ առաջացան, սա կապված է ընտրական գործընթացի հետ, թե իրոք հետազոտությունն է ցույց տվել, որ ինչ որ խնդիրներ կան։ Նաև եթե կարելի է հայ-թուրքական հարաբերությունների մասով օրեր առաջ ունեցանք Գյումրի-Կարս երկաթուղու մասով քննարկումներ, ինչ որ ժամկետներ կան վերագործարկման մասով։ Շնորհակալություն։ Հեղուկ գազի հետ կապված էլ ամեն ինչի հետ էլ մենք այլընտրանքներ միշտ փնտրում ենք եւ դա մեր օրակարգի հարցն է, միշտ եղել է եւ շարունակելու է մնալ։ Ինչ վերաբերում է արտահանման հետ կապված խնդիրներին, ժամանակ առ ժամանակ այդ հարցերը ծագում են եւ լուծվում են եւ համոզված եմ, որ հերթական անգամ հարցեր միշտ էլ առաջանում են բոլոր ուղղություններով եւ ելի ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ մենք ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների հարց ենք քննարկում, մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն միջպետական հարաբերությունների հարց, մնացած մասով ժամկետների մասին չենք կարող ասել, որովհետև դրանք կախված են ամենատարբեր գործոններից, ներառյալ տեխնիկական իմիջիայլոց, որովհետև երբ որ աշխատում ենք, այդ թվում կամուրջների վիճակի հետ կապված հետազոտություններ են արվում եւ այլն, եւ հանգամանքներ են պարզվում, որը ավելի վաղ հնարավոր չէր պարզել, որովհետև պետք էր հենց տեղում օբյեկտի վրա կամ գետնի վրա հետազոտություն անել, ինչ որ տեղեկատվություն լրացուցիչ ունենալու համար։